Ողջույն սիրելի հետևորդներ, դուք միացել եք «Տանիքներից դուրս» փոդքասթին, որտեղ խոսում ենք գյուղի իրական կյանքի, մարդկանց եւ պատմությունների մասին։ Եթե սիրում եք հետաքրքիր պատմություններ, գյուղական կոլորիտ եւ բակային ջերմզրույցներ, ապա դուք ճիշտ տեղում եք։ Այսօրվա մեր հյուրն է կենտրոնական Շիրակ տաղ տարածքային զարգացման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Սարգսյանը։ Ողջույն Սոնա ջան։ Ողջույն Հրաչ ջան։ Շնորհակալություն Սոնա ջան, որ ընդունեցիր մեր հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ Հրաչ ջան ու անկեղծ շատ ուրախ եմ հիմա այստեղ այս տաղավարում գտնվել, մասնավորապես որ հիշում եմ թե ինչպես է ոդքասթի գաղափարը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 1 տարի առաջ Աղրանը մեր հանդիպումներից մեկի ժամանակ ունեինք գաղափար ստեղծելու կենտրոնական Շիրակ տաղի ոդքասթ ու հիմա անկեղծ շատ ուրախ եմ, որ այստեղ ենք ու արդեն մեր թվով 3-րդ էպիզոդն է ու անկեղծ լիահույս եմ, որ մենք այստեղ կունենանք տարատեսակ տարբեր բնավորությունների, մասնագիտությունների, տարբեր արժեքներ ստեղծած մարդկանց ու սա հարթակ կլինի, որ մարդիկ կարողանան խոսել տարատեսակ թեմաներից եւ մասնավորապես երբ ամեն ինչի հիմքը այսպես ասած կլինի գյուղը։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Իսկ այժմ անցնենք մեր ավանդական հարցերին։ Ես գիտեմ, որ դու բնակվում ես քաղաքում, ծնվել, մեծացել, կարելի ասել ամբողջ կյանքդ անցել է քաղաքում ու այսպես կտրուկ անցում դեպի կտրուկ սկսում ես աշխատել գյուղի հետ, գյուղաբնակների հետ այդ գյուղական միջավայրում։ Եվ կուզենայի հարցնել, թե ինչպես փոխվեցին քո հայացքները գյուղական կյանքի նկատմամբ, երբ սկսեցիր արդեն աշխատել այդ ուղղությամբ, ինչպիսի ակնկալիքներ ուներ, օրինակ, որ սկզբում կար, հետո փոխվեցին կամ գուցե դրանք հակառակը ընդհանրապես դարձան։ Ճիշտ է, ես ծնվել եմ, մեծացել եմ, ապրում եմ քաղաքում եւ ի սկզբանե այն համալսարանն ավարտելու տարիներից, այսպես բոլորս մեր աշխատանքները իրականում այսպես ավելի պայծառ լրիվ այլ ուղղություններով ենք պատկերացնում, մասնավորապես երբ ստացվում է այնպես, որ ընտրում ենք կոնկրետ մասնագիտություն եւ լիարժեք համոզված ենք լինում, որ մենք այդ մասնագիտությամբ էլ գնալու ենք, բայց ասում է միշտ չէ, որ ամեն ինչ մեր պլանավորած է գնում եւ կյանքը երբեմն շատ ավելի հետաքրքիր բաներ եմ ես համար պատրաստած լինում եւ ես անկեղծ հիմա որ հետայացք եմ գցում, շնորհակալ եմ այդ ճակերտավոր փորձառության, փորձության այդ ամենի համար։ Իրականում հասարակական ոլորտից է գալիս այս փորձը աշխատել գյուղական բնակավայրերի հետ եւ մոտավորապես 2018 թվականից առաջին աշխատանքային փորձերը որպես այդպեսին հենց հասարակական ոլորտում գնացին դեպի գյուղական բնակավայրեր, բայց Այսինքն տախը քո առաջին փորձը չէր։ Չէ, բարեբախտաբար տախն առաջին փորձը չէր, եւ ինչն է հետաքրքրական, որ տախը հնարավորություն տվեց աշխատել տարիքով ավելի հասուն մեծ մարդկանց հետ, մարդիկ ովքեր ունեին սեփական բիզնեսները, մարդիկ ովքեր ունեին տարբեր գաղափարներ, իսկ 2018 թվականից սկսած ես աշխատում էի պատանիների, երեխաների, երիտասարդների հետ, դա լրիվ ուրիշ, այսպես ասած, աշխարհ է ու հետաքրքրականը այն է, որ այնտեղ աշխատանքի արդյունքները լրիվ ուրիշ ձև ես տեսնում, այստեղ ավելի հասուն մեծ մարդկանց հետ լրիվ ուրիշ ձև ես տեսնում ու դրանք գումարած բարդությունները լրիվ ուրիշ են, այսինքն եթե մենք աշխատում ենք երեխաների, պատանիների հետ Ես ուզում հարցնելում հետ է ավելի հեշտ աշխատել այս բանը։ Գիտեք, ինչն է հետաքրքրական, որ այն ինչը որ դու տալիս ես պատանիներին ու երիտասարդներին, շատ հաճախ դրա արդյունքներն ավելի շուտ ես տեսնում, քան այն ինչը օրինակ տալիս ես մեծահասակներին գիտելիքի առումով։ Հետո մեծագույն բարդությունը այստեղ կայանում է նրանում, որ երիտասարդներին երբ դու տալիս ես փորձ, գիտելիք ու հմտություն, իրենք դա այսպես բաց ձեռքերով են ընդունում ու ինչով է դա պայմանավորված լինում, որ իրենց մոտ դա բացակա է, հա, ինչ որ մի մասնագիտության, ինչ որ մի բնագավառի մասին, իրենք դեռևս չգիտեն ոչինչ ու երբ դու հայտնվում ես այդտեղ ու տալիս ես այդ գիտելիքը, դա միայն գյուղական բնակավայրերին չէ որ վերաբերվում, դա նաև քաղաքայինին է վերաբերվում, այդ տարիքի պատանիներին, երիտասարդներին տալ այդպիսի գիտելիք եւ փորձ, դա այսպես բաց ձեռքերով ընդունվում է, բայց երբ դու հայտնվում ես գյուղում եւ ավելի հասուն մարդկանց մարդիկ ովքեր ունեն աշխատանքի տարիների մեծ փորձ գյուղատնտեսությամբ եւ դու առաջարկում ես այլ ընտրանքային լուծումներ իրենց բիզնեսների, իրենց այսպես ասած գյուղատնտեսության վերաբերվում չէ սկզբից ոչ միայն դուր չեն վերաբերվում, այլ նաեւ այստեղ այսպեսի մի խոսք է գնում, որ
մենք երկար տարիներ զբաղվում ենք, այսինքն դուք պիտի քաղաքից գաք մեզ ասեք, թե մենք ինչ անենք։ Խոսքը իհարկե այստեղ գնում է ոչ թե նրա մասին, որ դու գնում եւ ասում ես, գիտեք, ինչ կա հողը, այսպես կարելի է վարել կամ չգիտեմ, կարտոֆիլը այսպես կարելի է ցանել, հավաքել եւ այլն, այլ իրականում խոսքը նորարարությունների մասին է գնում, հա։ Մեր բոլոր իրականացրած ծրագրերի բաղադրիչ մասը այն է, որ գյուղական համայնքները զարգացման նոր տեմպեր եւ նոր հնարավորություններ ունենան, այսինքն այդ բառը մեզ հետ այսպես կարմիր թելով գնում է, հա, նորարարությունը ընդդեմ նորարարության կարելի է ասել։ Այո, կամ ընդդեմ կամ իրար հետ, դա ասեմ, կամ որ ընդդեմին է հանդիպում, ուզում ես այնպես անես, որ իրանք իրար հետ կան, որովհետեւ ցանկացած պարագայում գյուղերը միշտ ունեն հսկայական մեծ պոտենցիալներ։ Իրականում խոսքը որ գնաց թե ինչն է ինձ համար ակնկալի արդյունք եւ այլն, ես չէի պատկերացնում շատ անկեղծ այդքան տարիներ քաղաքում ապրող, այնպես չի գյուղում ընդհանրապես չեմ եղել, եւ մանկություն, պատանեկություն, հարազատներ, բարեկամներ, ավանդական այսպես է գնալ գալ, բայց իրականում այն հսկայական պոտենցիալը, որ ունեն գյուղերը, ոչ միայն մեր մարզի, ընդհանրապես Հայաստանի, դրա, չգիտեմ, մի քանի տոկոսը քաղաքներն են, որ ունենային, չգիտեմ, ավելի զարգացման մեծ մակարդակի կհասնեին։ Այստեղ հարցը նրանում է իրականում կայանում, թե ինչպես են օգտագործվում այդ ունեցած պոտենցիալները միանշանակ։ Եվ այն բոլոր գաղափարները, ծրագրերը, որոնք գնում են դեպի գյուղեր եւ մենք առաջարկում ենք այդ բառը ասենք, հա, այդ նորարարությունները, դա զուտ եղած ավելի թե ժամանակակից, թե ավելի հարմարավետ ներկայացնելու մասին է, հարմարավետ ոչ միայն ներկայացնելու, այլև հենց օգտագործողի մասին։ Իսկ ինչ վերաբերում է արդեն ակնկալիքներին եւ իրականությանը, թե այդ տարիքում մի փոքր ավելի, ինչ ասեմ, երիտասարդ, բայց ամեն դեպքում պատկերացումները իրականում մի քիչ այլ են, ավելի այսպես չասեմ ջերմ, բայց ավելի վառ էի պատկերացնում իրականում ամեն ինչ, որովհետև չգիտես թե ինչու փոքրուց մեր մեջ տպավորում է, որ գյուղում միշտ ամեն ինչ կա։ Բայց պարզվում է, որ ինչքան էլ որ գյուղում ամեն ինչ կա, գյուղում շատ բաներ չկան։ Տարական շատ բաներ, չգիտեմ, ճանապարհներ, հնարավորություններ, զարգացման հնարավորություններ եւ դրանք արդեն խանգարում են, որ գյուղը ինքն իր պոտենցիալով կարողանա զարգանալ։ Եվ մարդկանց, այսպես ասած, հա, ընդունելություններ միշտ միանշանակ չի լինում այդտեղ, որովհետեւ իհարկե հիմա փոխվել են թե ընդունելության ձևերը, թե ընդհանրապես մարդկանց հայացքները, բայց միշտ չէ որ ուզում եմ ասել, որ առաջին հայացքից կամ առաջին հանդիպումից ամեն ինչ գնում է միանշանակ։ Ունեցել ենք տարբեր համայնքային ղեկավարների հետ, չգիտեմ, հանդիպումներ, քննարկումներ SSS ծրագիրն իրականացնելու համար եւ դրան շատ հաճախ վերաբերում են թե հավատորեն կամ հերթական անգամ ինչ որ մեկը ով գալիս է եւ ուզում է ցույց տալ, որ ինչ որ բան է անում, հա։ Իսկ խնդիրը հենց դրանում է կայանում։ Այսինքն միշտ գյուղացուն եկել են ներկայացրել են ծրագրեր, տարբեր խոստացել են փոփոխություններ ու ինչ որ բան չի ստացվել ու կարծես գյուղացիները հիասթափություն են ապրել։ Թույլ չեմ տա ես ինձ իհարկե այսպես ասած պիտակավորել որևէ մեկ իրականացված ծրագիր, բայց ցավոք սրտի այո, նմանատիպ դեպքեր լինում են, որովհետև միշտ չէ, որ հեշտ է նախաձեռնել մի բան ու դա վերջնակետին հասցնել։ Դրանք լինում են շատ տարբեր պատճառներով, ներքին պատճառներ, արտաքին պատճառներ։ Ես հենց մեր օրինակը կարող եմ բերել, երբ մենք 2020 թվականին աշխատում էինք այն ժամանակ Շիրակի 5 խոշորացված համայնքների հետ, անցկացնում էինք զբոսաշրջության թեմայով դասընթացներ, որտեղ երեխաները պատանիներ էր ժամանակ, սովորում էին ինչպես գրել գրագետ հոդվածներ իրենց համայնքների մասին այդ ժամանակ, որովհետև 2019 թվականին թե Գյումրին թե Շիրակը զբոսաշրջության զարգացման մակարդակով բավականին մեծ, այսպես ասած, տեմպեր ու հնարավորություններ ունեին, եւ մենք էլ որոշեցինք ճակերտավոր օգտվել առիթից եւ գոնե հնարավորություն տալ, որ ինչու՞ չէ, համայնքներն էլ զարգանան, բոլորը գալիս են Գյումրի, Գյումրիից զատ գնան նաև հարակից համայնքներ, որովհետև այնտեղ էլ տեսնելու շատ բան կա։ Ու այդ ամենը այսպես մտքում ունենալով, մի խոսքով զբոսաշրջության դասընթացներ, հոդվածների գրման հմտություններ, բավականին երկար դասընթացներ, եւ դա ցավոք սրտի օրինակ համընկավ 44 օրյա պատերազմի հետ եւ ամեն բան մնաց կիսատ։ Սա այդ կիսատ դեպքերից մեկն է, որի ճակերտավոր մեղավորությունը թիմինը, անձնակազմինը չէ, դա ֆորս մաժորային իրավիճակ է, դա արտաքին ռիսկ է, որը նման ռիսկերը միանշանակ մեր կողմից կառավարվել չեն կարող։ Ուզում եմ ասել, որ լինում են նաև այդպիսի դեպքեր, երբ ամեն բան մնում է կիսատ եւ հետո
պետք է լինում շատ մեծ կամքի ուժ նորից վերսկսելու համար, թե իրականացնող կողմից եւ թե մասնակիցների կողմից նորից վերադառնալ, նորից այդ ամենը սկսել եւ անկեղծ ասած ոչ բոլորն է որ այդ այսպես կուռ կամքը ունենում են, որ կարողանան միջև վերջ հետ գնալ, գալ, նորից գալ, դա իրականում ճանապարհ է, որը անցնելու համար իհարկե այսպես ասած կամքի ուժ է պետք միանշանակ։ Քո աշխատանքային փորձառությունից ելնելով ինչ ես նկատել գյուղաբնակների մեջ, ասենք իրենց արժե համակարգի, իրենց պահվածքի նույնիսկ կարելի է ասել, որը չես նկատել քաղաքաբնակների մեջ կամ քո մտքով չի անցել, որ քաղաքաբնակները կարող են այդպես արժեքներ ունենալ։ Անկեղծ ասած, ինձ համար երևի թե առաջնայինը, որ միշտ եւ միշտ բոլոր տեղերում եմ նկատում, դա մարդկանց հյուրասիրությունն է, հյուրասեր լինելն է։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած պահի կգնանք մոնիտորինգի, կգնանք որևէ ծրագրի, կգնանք պարզապես ինչ որ մի փոքրիկ 10-15 րոպեանոց հանդիպման որևէ մեկ հարցի շուրջ, գրեթե այսպես 90%-ով չեն լինում դեպքեր, եւ մեզ չստիպեն ինչ որ մի բանից չօգտվել, հյուրասիրել։ Սուրճը այդ այն որ կա մենք ասում ենք հաց պարտադիր հաց ուտել, ասենք շատ եք եղել ճանապարհներին, եկեք մի կտոր բան կուտեք, խորոված։ Այո, այդ հյուրասիրությունը իրականում չեմ ասում, որ քաղաքում ապրող մարդիկ չունեն, բայց դա գյուղերում այսպես մի ուրիշ համ ու հոտ ունի, հա, այսպես ասած։ Ընտանիքի պահպանման գաղափարը, որը շատ ամուր է այնտեղ, անկեղծ եմ դա ասում։ Իհարկե մենք քաղաքում այս բոլոր ժամանակակից փոփոխությունները մարդկանց ապրելակերպի, կյանքի Եվանի մեջ երբ մենք տեսնում ենք, դա ոչ թե դիտարկում են բացասական տեսանկյունից, այլ զուտ մենք բոլորս ժամանակին համահունչ գնում ենք, հա, այսպես թե այնպես կյանքն ու ժամանակը իրենք մեր կողքով ասում ենք, մենք կամ վազում ենք, հասնում ենք դրա հետևից կամ հետ ենք մնում։ Փոփոխությունները անխուսափելի են։ Գյուղերում ինչն է հետաքրքիր, որ իրենք համ փորձում են գնալ այդ փոփոխությունների հետևից մարդիկ։ Ու միաժամանակ պահպանել ավանդական։ Եվ պահում են, ու ոնց են իրենք այդ ամենը պահում։ Ես իրականում երբեմն նաև զարմանում եմ, բայց շատ գեղեցիկ է, թե ինչպես են իրենք դա պահում։ Այդ ամուր ընտանիքը մեկը մյուսի կարծիքը միշտ այսպես ասած հաշվի առնել, այդ ընտանեկան մոդել է։ Այո, ավանդական չասենք են բացասական կարծրատիպերը, որոնք որ մենք գիտենք որ կան, բայց ընդհանուր առմամբ լավը պահել են, իսկ վատը փորձել են փոփոխել ժամանակին համընթաց։ Ու հետաքրքրական է ընտանիք, հայրենիք, չգիտեմ, բնակավայր, ինչպես են իրենք վերաբերում այն ամենին, ինչը իրենց է շրջապատում ու ինչպես ենք մենք վերաբերվում։ Իրականում, չգիտեմ ինչու եմ ես դա այդպես շատ ակնառու զգում այնտեղ, բայց չգիտեմ, ինձ համար երբ մենք խոսում ենք ընդհանրապես հայրենիքի գաղափարից, ես կարծես թե այդ ամենը ամբողջացված գյուղերում եմ տեսնում։ Երևի թե ասոցացում է, որ ինչ-որ բան այնտեղից է սկսվել մինչև եկել եւ հասել է այս ամենը։ Չի, այսպես տարօրինակ ինչ-որ ասոցացումներ եւ զգացողություններ, բայց այդ երեքը ինձ համար կուռ ամբողջություն են այնտեղ մնում։ Ինչ էլ որնին, ինչքան էլ զարգանան կամ չզարգանան մտածելակերպերը, մարդիկ, բնավորությունները, այդ ամենը մի կողմ դրած, այնուամենայնիվ այդ ամենը ես այնտեղ միշտ այսպես ամուր եմ տեսնում։ Իսկ դա պայմանավորված է նրանով, որ երևի թե գյուղացին իր ձեռքերով մշակում է հողը, անընդհատ հպվելով զգում է այդ հողի արժեքը։ Այն ստեղծում է դրանից շատ դժվարությամբ ես եւ բաժանվում եւ դրա, հա, ու խոսել է նաեւ այդ ամեն ինչի մասին, հա, ինչքան հոգատարությամբ են մարդիկ խոսում եւ երևի թե ճիշտ է, մարդը հոգատարությամբ խոսում է միայն նրա մասին, ինչը ինքն է ստեղծել։ Իհարկե քաղաքում մենք գնում ենք մեր բնակարանը, բայց շատ քիչ է լինում, որ մենք կառուցում ենք այդ տունը, հա, այսպես ասած։ Եվ հա, երևի թե տղա ունենալը գյուղում իրականացնելը ավելի հեշտ է։ Միանշանակ։ Դու ասացիր, որ գյուղի զարգացման հնարավորությունների պոտենցիալի եւ այլնի մասին ըստ քեզ գյուղերի քաղաքից ունեցած հեռավորությունը ազդում է իրենց զարգացման հնարավորությունների կամ պոտենցիալը իրացնելու վրա։ Իմ անկեղծ կարծիքով դա 50-50 է, այսպես ասած։ Միանշանակ է, որ կան դեպքեր, երբ քաղաքից հեռավորությունը ազդում է գյուղի վրա, գյուղի զարգացման վրա, շատ պարզ տրամաբանական պատճառներով, չգիտեմ, ենթակառուցվածքներ եւ այլն, բայց ես իմ մեջ ունեմ մեկ խորին համոզմունք, երբ մարդն ունենում է իր մտքում, հա, այսպես ասած, իր գլխում մեկ նպատակ եւ մեկ երազանք,
ինչ ճանապարհով էլ լինի, մարդը դրան հասնում է։ Ես շատ այդպիսի դեպքեր եմ ունեցել այն պատանիների երիտասարդների, ում հետ աշխատել եմ գյուղերում, իրենք չեմ վախենա ասել, թե ինչպես կյանքի գնով եկել են, չգիտեմ, քաղաք, ու ինչն է հետաքրքրական, ոչ թե մնացել են այդտեղ, այլ բոլոր ռեսուրսները ու ամեն ինչ հավաքելով հետ են վերադարձել գյուղ ու այն երազանքները, որոնք ունեին գյուղի հետ կապված, իրենք արել են։ Դա շատ կարևոր է, նախ ունենալ երազանք եւ երազանքի ճանապարհին չմոռանալ, թե որտեղից է իր այդ ամեն ինչը սկսել։ Այդ պատճառով ասում 50 են, հա։ Բնականաբար շատ խնդիրներ լինում են հեռավորությունների հետ կապված, այսպես չխորանալով համայնքային տարատեսակ խնդիրների մեջ, բայց այնուամենայնիվ հաճախ մեծ փոփոխությունները գալիս են 1-2 մարդկանցից, հա, ու եթե այդ 1-2 մարդիկ իրենց երազանքը իրենց մեջ պահած գալիս են դրա հետևից, միշտ հիշելով, որ այնուամենայնիվ պիտի հետ վերադառնային այնտեղ հենց իրենց բնակավայրում դա ամբողջացնելու, իմ կարծիքով, ինչպես օրինակ են ծառայում մյուսների։ Միանշանակ։ Եվ հա, այդ օրինակի մասով էլ ասեմ, որ իրենցից ավելի փոքր տարիքի երեխաները, այո, երբ որ արդեն հարցնում ես, թե ինչպիսի պլաններ ունեք դուք, չգիտեմ, ապագայի վերաբերյալ եւ այլն, էլ շատ քչեր են ասում, որ իրենք ուզում են գնալ գյուղից, հակառակը քո ասածի նման օրինակ են բերում, ինչպես իրենց համագյուղացին գնաց, բերեց, զարգացրեց, նույն կերպ իրենք շարունակեն։ Բացվում են երիտասարդական կենտրոններ գյուղերում, չգիտեմ, ժամանցի վայրեր, որոնք հենց այնպես ինքնանպատակ չեն լինում, հա։ Ինչ որ մեկը, ինչ որ մի կետում դրա պակաս ունեցել է։ Ինչ որ մի երիտասարդ զարգացման հնարավորություն չի ունեցել։ Եվ ոչ թե սահմանափակվել է, որ թե չունեմ, ապրենք այսպիսով, այլ հակառակը արել է իրենից կախված, անգամ իրենից այն կողմ անդին, հա, ամեն ինչ, որպեսզի կարողանա իր մեկ երազանքը բերել հասցնել գյուղ եւ դա դարձնել արդեն, այսպես ասած, իրականացված նպատակ նաեւ մնացածների համար, որովհետեւ այն երազանքը, որը մենք իրականացնում ենք մեզ համար, դրանցից շատերը կարող են օգտվել եւ գյուղերում մենք այդ օրինակը տեսնում ենք, թե ինչպես մեկ անձը եւ իր եւ մնացածի երազանքները կարողանում է իրականություն դարձնել։ Այսինքն մի ծաղկով կարուն կգա ու գյուղեր կանի, կոտրի։ Այո։ Նաև խոսեցինք մասնագիտական աճի տեսանկյունից, այսինքն գյուղերում այսօր մասնագիտական աճ հնարավոր է ունենալ կամ ինչ մասնագիտություն պետք է ունենաս, որ գյուղում կայանաս ու ավելի մեծ բարձունքների հասնես ըստ քեզ։ Դե իմ կարծիքով իրականում մասնագիտական առումով բարձունքների հասնելու համար գյուղը մի փոքր սահմանափակումներ է դնում մեր առջև եւ դա բնականաբար պարզ է, հա, թե ինչի համար, որովհետեւ ամեն ինչ ինչպես զարգանում է, ավելի շատ զարգանում է ամեն ինչ Գյումրիում օրինակ, քան գյուղում, նույն տրամաբանությամբ ինչպես ամեն ինչ Երևանում շատ ավելի շատ է զարգանում, քան Գյումրիում, եւ մասնագիտական առումով շատ վերելքներ գյուղում փնտրել իմ կարծիքով պետք չէ։ Բայց եւ էլի նույն տրամաբանությանն են գալիս, որ չենք կարող ասել, որ ահա, եթե մենք բնակվում ենք գյուղական որևէ բնակավայրում, մեզ համար մասնագիտական բոլոր վերելքները սահմանափակված են։ Ես էլի այն կարծիքին եմ, որ դա մարդուց, անձից, նպատակներից է գալիս, հա։ Դուք մարդը կարող է լինել գյուղում, ապրել գյուղում, բայց եւ միանշանակ ունենալ մասնագիտական տարատեսակ զարգացումներ, եթե պահում է կապը քաղաքի հետ։ Իմ անձնական կարծիքով, փորձով երբեմն նաև այլ մարդկանց այդ երկուսը բալանսի բերել հնարավոր է։ Լինել եւ գյուղում եւ ունենալ մասնագիտական տարատեսակ զարգացումներ։ Ես շատ ընկերներ ունեմ, ծանոթներ ունեմ իմ շրջապատում, ովքեր եւ գյուղում են ծնվել, մեծացել եւ հասել են շատ բարձունքների ու ես ցեզ ասեմ իրենք այդ բարձունքներին հասել են որովհետեւ իրենք գյուղից էին եթե իրենք լինեն քաղաքում ունենալով բոլոր հնարավորությունները դժվար թե իրենք ցկտեին հասնելու ավելի շատ բաների քան այն հանգամանքով որ իրենք գյուղում էին այսինքն դու համաձայն ես այն մտքի հետ որ գյուղաբնակները ովքեր ծնվել են գյուղում իրենք ավելի նպատակասլաց են միանշանակ դա չգրված օրենքի ինձ համար եւ ավելի նպատակասլաց են եւ ցեզ ասեմ իրենք ավելի բարը չգիտեմ ճիշտ կնի դե չէ բայց շնորհակալ են այն բոլոր գիտելիքները որոնք մենք փոխանցում ենք հմտությունները գիտելիքները որոնք մենք տալիս ենք գյուղաբնակ երիտասարդներին իրենք դա ընդունում են
շատ մեծ եւ սիրով եւ շնորհակալությամբ, իսկ քաղաքում դա դիտվում է, որ դա այդպես էլ պետք է լիներ։ Որովհետեւ շատ։ Այո, շատ են։ Քաղաքում ու չես էլ կարող մեղադրել, որովհետեւ քաղաքում հնարավորությունները շատ են, չլինի այս մեկը, կլինի այն մյուսը։ Իսկ գյուղում ապրողները, անգամ եթե հնարավորությունները շատ են, գյուղում լինեն հնարավորություններ ենթադրենք, իրենք էլի ցանկացած տեսակի գիտելիք հմտություն կվերցնեն այնպես, ասես դա վերջինն է։ Եվ այդ շնորհակալ լինելու միտումը շատ, այսպես ասած, գեղեցկացնում է, հա, այդ ամբողջ process-ը եւ դու ինքդ էլ եթե փոխանցողն ես այդ ամեն ինչի, հասկանում ես, որ չէ, կարծես թե ընդունում են, ուզում են ընկալել, ընդունում են, կիսվում են եւ դու հետո դրա արդյունքները տեսնում ես։ Որպես կանոն, այն բոլոր ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք, իրականացրել ենք քողական բնակավայրում, տարբեր անհատների, կազմակերպությունների հետ, արդյունքները գյուղերում շատ ավելի արագ ու լավ ենք տեսել, քան այդ ամենը ենթադրենք քաղաքում, հա։ Միշտ այսպես ցկցկվում է քաղաքում կլինի այսօր, կլինի վաղը եւ այլն, իսկ գյուղերում այսպես ամբողջական մեկ փաթեթով բոլոր են ամեն նպատակները, որոնք մենք սահմանել ենք, ենթադրենք, թե որևէ մի X ծրագրի արդյունքում ունենում ենք միշտ։ Եվ դա խոսում է նրա մասին, որ մարդիկ սպասում էին այն հմտությանը, գիտելիքին, փորձին, որպեսզի իրականացնեն ինչ-որ մեկ բան։ Միշտ, այսինքն ինչ-որ մի կետ է պակասում կամ սկիզբը, այո, ստարտը, երևի հենց այդպես ասենք, ստարտը, հենց մի փոքրիկ ուղղություն է տալիս, մարդիկ իրենք հունով գնում են։ Դա խոսում է նրա մասին, որ իրենք ունեն շատ խաղապարներ եւ ընդհանրապես մեկ այսպես առաջ խաղացում է պետք այդ մարդկանց խաղապարներն իրականացնելու համար։ Ուղղակի այստեղ նաեւ պետք է ճիշտ կարողանալ գտնել, հա? Ում երազանքը իրականացնել, ում խաղապարը դարձնել իրականություն, որովհետև դե մարդ ենք, հա, բոլորս կարող են ընդհանրապես երևակայել ենք ինչ-որ մի բանի մասին, բայց չենք պատկերացրել դրա իրականացման բարդություններն ինչպիսին կարող են լինել։ Իհարկե։ Այսպես։ Եվ կուզենայի հարցնել, թե գյուղի հետ աշխատանքի ընթացքում, ճիշտ գյուղերի հետ աշխատանքի ընթացքում անձնական տեսանկյունից կոմոդ ինչ որ փոփոխություններ կան, այսինքն բնավորության կամ աշխարհայացքի մեջ նորից էլ ինչ որ փոփոխություն գյուղը փոխել է քեզ։ Իրականում ցանկացած միջավայրային փոփոխություն, ցանկացած աշխատանք, ցանկացած նոր շփում մարդու մեջ ինչ որ մի առումով ինչ որ բան փոխում է։ Դա միանշանակ է։ Այստեղ ուղղակի խոսքը գնում է թե ինչպիսի միջավայրում ենք մենք աշխատում, ում հետ ենք մենք աշխատում, եւ անկեղծ ասած չեմ կարող ժխտել, որ փոխել է այն առումով, որ երևի թե ձեռք եմ բերել ավելի շատ համբերատարություն, այնուամենայնիվ տարբեր տարիքային սեկտորների հետ այսպես ասած աշխատանքը այնուամենայնիվ բարդ է։ Չգիտեմ, երևի ես ինձից տեսել եւ վերազգացել եմ, թե այն հայրենասեր ասվածը ի վերջո ինչ է, որտեվ ինքը այսպես շոտ չափից դուրս վերջերս օգտագործվող մի բան է դարձել, հա, հայրենասիրություն, հայրենասեր, հայրենիք։ Ես անկեղծ ասած այդ ամենի ամբողջությունը տեսել ու վերազգացել եմ հենց գյուղում։ Ովքեր մարդիկ լուր առանց ասելու, որ ես հայրենասեր եմ, ուղղակի մշակում են հողը։ Այո, լուր են եւ իրենք իրոք հայրենասեր են։ Դե միշտ որպես կանոն այդպես է, չէ՞, մարդիկ ովքեր ավելի լուր են, իրենք ավելի շատ բան են անում։ Եվ դա իրականում մենք մեր աչքի առաջ տեսնում ենք։ Չգիտեմ, տարիները իրականում աշխատանքը տարիները շատ բան են փոխում, բայց երևի թե այդ երկուսը կկարողանամ առանձնացնել։ Ու արդեն ժամանակը եկավ խոսելու մեր տեղական ակտիվ խմբի կենտրոնական Շիրակ տախի մասին։ Կուզենայի էլի ավանդական դարձած հարցը ուղղել, ինչ է տեղական ակտիվ խումբը քեզ համար։ Տեղական ակտիվ խումբը ինձ համար առաջին հերթին հնարավորությունների հարթակ է։ Հնարավորություն էլի նույն տրամաբանությամբ իրագործելու են բոլոր խաղապարները, որոնք ինչ պատճառներով ժամանակին մարդիկ հնարավորություն չեն ունեցել իրականացնելու։ Ցանկացած տեսանկյունից մարդկային շփումներ, նոր կապեր, նոր ծրագրեր, նոր խաղապարներ, դրանք ամենը հնարավորություն է, որից ուղղակի ճիշտ է պետք օգտվել։ Տեղական ակտիվ խումբը նաև իմ կարծիքով հարթակ է, որտեղ մարդիկ կարողանում են ինքնաարտահայտվել, որովհետև մենք այդտեղ տեսնում ենք տարատեսակ համայնքային ծրագրեր, բիզնես խաղապարներ, ինչ են դրանք միջին
հաշվով, հա, գաղափարներ, ինչ որ մեկի երազանքները, իսկ մեր երազանքները որպես այդպեսին շատ հաճախ ինքնաարտահայտման կարիք են ունենում եւ հիմա այս տեսանկյունից մենք դա կարողանում ենք արտահայտել տարատեսակ բիզնեսների եւ մասնավորապես համայնքային ծրագրերը շատ ողջունելի են այս տեսանկյունից եւ շատ ուրախանում եմ երբ մեր շահառուների ցանկում տարբեր արվեստի դպրոցներ, հենց դպրոցներ, մանկապարտեզներ, ովքեր ձգտում են, ցանկանում են միջավայրը դարձնել այլ ավելի լավ է։ Իրենց շրջապատող միջավայրի մասին է խոսքը։ Եվ այսպես ոնց պատտվում ենք ամեն ինչի հիմքը ես տեսնում եմ հնարավորությունները։ Տախը իրականում այս տարիների ընթացքում, կենտրոնական Շիրակ տախը 2022 թվականից ձևավորված, ինչպես ասում են, դու ինձանից լավ կգիտենաս, թե ինքը հնարավորությունների հարթակ է։ Մեկ նար կա այն ստարտը, որը մեզ անհրաժեշտ էր։ Այո։ Ուղղակի այստեղ էլի հարցը գալիս է այնտեղից, ինչպես ենք մենք օգտվում այդ հնարավորությունից, ինչպես ենք վերաբերվում այդ հնարավորության։ Ինքը որպես այդպեսին հնարավորությունը մեզ մեկ անգամ է գալիս, այսպես իր ոտքով գալիս է։ Վերցնում ենք մենք արդյոք դա, թե ոչ, կամ անգամ եթե վերցնում ենք մենք դա ճիշտ ենք օգտագործում, որովհետև հնարավորությունները շատ կարող են լինել, տարատեսակ կարող են լինել, բայց նաև մենք պիտի հասկանանք, թե այսպես ասած, որն է մեզ համապատասխան, որն է մեզ պետք եւ ճիշտ օգտագործենք ունեցածը։ Այսպես։ Ու պատմենք մի քիչ տախի մասին, թե մենք ինչ ուղղվածություն ունենք, որոնք են այն գլխավոր ուղղությունները, որոնք մենք վերցրել ենք մեր համայնքները զարգացնելու համար։ Կենտրոնական Շիրակ տախը իրականում մի փոքր այսպես ակտիվ է այս գործնեության ոլորտների տեսանկյունից, ինչու, որովհետև մենք գործնեության 3 ոլորտներն էլ վերցրել ենք մեր գործընկեր տախերի համեմատությամբ եւ վերցրել ենք գյուղատնտեսությունը եւ վերցրել ենք կրթությունը, ինչպես նաեւ զբոսաշրջությունը, հաշվի առնելով, որ կենտրոնական Շիրակ տախի գյուղերը Գյումրիից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 20 գյուղերն են եւ զբոսաշրջության զարգացման համար առավելություններից մեկը այն է, որ գյուղական բնակավայրերը մոտ են քաղաքին եւ զբոսաշրջիկներին, այսպես ասած, տանել դեպի այդ բնակավայրերը մի փոքր ավելի, չասեմ, հեշտ, բայց հեշտ է։ Եվ կրթությունը իհարկե եւ գյուղատնտեսությունը մեր զարգացման, այսպես ասած, ոլորտներն են, գործնեության ոլորտներն են, որոնցով էլ շարունակում ենք այս պահին ծրագրեր, նպատակներ եւ գաղափարներ։ Եվ այսպես շղթայաբար, եթե գնանք կենտրոնական Շիրակ տախի բիզնեսը, որը այս պահին, այո, ընթացքի մեջ է։ Այո, արդեն բիզնեսից ենք խոսում։ Գյուղը եւ բիզնեսը։ Գյուղը, մարդիկ, այո, եւ բիզնեսը։ Իրականում շատ երկար ժամանակ փնտրտուքների մեջ ենք եղել, թե ընդհանրապես լավ 20 բնակավայրերի կամ բնակավայրներն էլ առանձնացված մի կողմ դրված, ինչից կարելի է սկսել, ինչն է բնորոշ այդ տարածաշրջանին, հա, որովհետև ամեն դեպքում մենք գիտենք Աշոց քլրիվ զարգացման այլ հեռանկարներ, նպատակներ եւ պոտենցիալ ունի եւ պիտի ճիշտ որսալ եւ հասկանալ, թե լավի վերջո ինչն է պետք զարգացնել, որովհետև ինչպես ասեցի, հնարավորությունը տրում է մեկ անգամ, դա պիտի ճիշտ օգտագործենք, որ հետո չասենք, թե բայց կարելի է մեկն էլ անել, հա։ Եվ այդ գաղափարը միտքը անընդհատ ունենալով մեր որոշակի փնտրտուքները հասցրեցին նրան, որ մենք որոշեցինք, որ մեզ անհրաժեշտ է Շիրակյան խոհանոցի ուսումնասիրում կատարել եւ կանգ առանք նրա վրա, որ մենք ուզում ենք ունենալ բրդուճ սննդի կետը, այո, որը իրականում բավականին շատ մեծ ուսումնասիրություն է հիմա պահանջում եւ բարեբախտաբար ընթացքի մեջ ենք ազգագրագետների հետ այս պահին Շիրակյան խոհանոցի ուսումնասիրություն ենք կատարում։ Իրականում հիմնական էությունը բիզնեսի ինչու՞մն է կայանում, որ մենք կարողանանք ստեղծել այնպիսի մի սննդի կետ, որը կտարբերվի մնացած սննդի կետերից, բայց այն բանին նման չասենք էլի, որ ուղղակի ուզում ենք տարբերվի, չէ։ Եթե շաուրմա չտանք, արդեն տարբերվել է, այո։ Այդ մեկը չի լինելու, հա։ Իրականում հացի տեսականիների ուսումնասիրություն ենք նաև իրականացնելու, հասկանալու համար, թե ինչ տեսակի հաց կարելի է ընդհանրապես օգտագործել։
այո, ճաշատեսակների մոռացված ճաշատեսակներ իրականում բացահայտում ու վերակենդանացում կարելի ասել։ Հա, որովհետև երբ որ խոսում ենք գյուղերի մասին, այն ինչը կարող է, այսպես ասած, կապված լինել եւ առանձնացնել գյուղերը, եթե ոչ ուտեստները։ Ինչից է նաեւ այս ամեն ինչը գալիս, որ ասում են անդադ հյուրասիրում են մարդիկ, առաջարկում են, որ օգտվենք ինչ-որ մի բանից, միշտ ամեն միտեղ մի, այսպես ասած, տարբերվող բան տեսնում ես, հա։ Եվ եթե մի փոքր ավելի մասնագիտական առումով ես խորանում եւ փորձում հասկանալ, որ լավ, եթե մեկ տանը, երկրորդ տանը, երրորդ տանը տարբեր ուտեստներ են, ապա պատկերացրեք գյուղերի մակարդակով ինչքան հարուստ ճաշացանկ կարող են ունենալ, եւ սա հանգեցրեց նրան, որ անպայման կատարենք շիրակյան խոհանոցի ուսումնասիրություն, ունենանք նաեւ բաղադրատոմսերի, այսպես ասած, թարմացված, նորացված մի գիրք եւ այդ ամենը բնականաբար օգտագործենք նաեւ այն սննդիկետում, որը պատրաստում ենք արդեն ունենալ։ Նշեմ, որ սննդիկետը լինելու է Մարմաշենում եւ մեր, այսպես ասած, հեռահար նպատակների մեջ է ընդլայնվել եւ փորձել կոնե 1-2 այլ բնակավայրերում, կենտրոնական Շիրակ, Տախի այլ բնակավայրերում եւս ունենալ եւ ծառայությունների մատուցումներ, արդեն համագործակցություններ թե քաղաքի հետ, թե մնացած բնակավայրերի հետ փորձում ենք լինել, այսպես ասած, այլընտրանք Մակդոնալդսին KFC ովքեր դեռ չեն ասել գյուղերը մտնել։ Այո, հա, ու նաև ինչն է հետաքրական, կփորձենք ունենալ նաև food blog-ի բաժին, որտեղ այն բոլոր բաղադրատոմսերը, որոնք մենք դուրս կհանենք, մեզ համար էլ կլինի նոր, հետաքրքիր եւ վստահ ենք, որ մեզ հետևող մարդկանց համար եւս ինչու՞ չէ նաև կիսվենք նրանց հետ այդ բաղադրատոմսերով եւ տանք, որ մարդիկ նույնպես կարողանան փորձել տանը պատրաստել այդ կերակուրները։ Միգուցե ստացվի։ Եվ այդպես կենտրոնական Շիրակի ուղղվածությունը գնաց դեպի համեղ ուտեստները, դեպի ուսումնասիրությունները եւ լիահույս ենք, որ այն պատկերացումները, այն խաղապարները, որոնք մենք ունենք այս ամբողջ փաթեթի, հա, շուրջ կդառնա իրականություն եւ մենք կկարողանանք թե բնակավայր այցելող եւ թե ընդհանրապես հետագայում քաղաքում ապրող մարդկանց առաջարկել ու հրամցնել այն ամենահամեղը, չբացահայտվածը, որը կլինի նորարար, այսպես մարդկանց համար։ Եվ իրականում այս ամենի համատեքստում այս համար նաև կարևոր է կանանց ներգրավումը ընդհանրապես ոչ միայն մեր բիզնեսում, այլ նաև բիզնեսներում, այսպես կանանց միարժեքի ընդառաջ գենդերային հավասարություն, այո, որովհետև մենք իրականում տեսնում ենք բազում օրինակներ, թե ինչպես են թե քաղաքում, թե գյուղում կանայք բիզնեսում ինչպես են կայանում, հա? Հիմա կանայք իրականում բոլոր ոլորտներում են կայանում, այդ մասինչը խորանանք, բայց իրականում, այո, բիզնեսում եւս կարող են նրանք լինել եւ թելադրող, եւ այդ բիզնեսը պահող, եւ առաջ տանող, տարատեսակ ոլորտներում իրենք կարող են լինել, եւ մենք եւս բացառություն չլինելով շատ մեծ ողջորությամբ սպասում ենք այն պահին, թե երբ կենտրոնական Շիրակ Տախի բնակավայրերում բնակվող մեր կանայք կներգրավեն մեր բիզնես ծրագրում եւ մենք շատ ուրախ կլինենք, որովհետեւ այդ ամենի ստեղծման հիմքերում նաեւ նրանց խաղապարներն են, մենք հիմա նաեւ նրանց տուն այցելություններով ենք կարողանում այդ բոլոր համեղ բաղադրատոմսերը հանել, ուսումնասիրել եւ միանշանակ շատ ուրախ կլինենք, եթե կարողանանք այս նպատակը եւս իրականություն դարձնել։ Սրանք իրականում եղել են երազանքներ, որոնք բարեբախտաբար հիմա նպատակի ճանապարհին են եւ մեծ հույս ունենք, որ մոտաբակայում իրենք արդեն իրականություն դարձած կլինեն, թե բիզնեսի ստեղծումը, թե այս ամեն ինչի ուսումնասիրումը եւ թե իհարկե մեր կանանց ներգրավումը այս բիզնեսի մեջ։ Հիանալի գաղափար է իրականում, ողջունում եմ։ Եվ անցնենք մեր ավանդական էլի կրկին դարձած չելենջին, մեր նախորդ հյուրը Հարութը քեզ համար հարց է թողել։ Ապա ըստ քեզ տախը ինչ է փոխել համայնքներում, ինչ փոփոխություններ է բերել իր հետ։ Կարծում եմ տախը բերել է մտածելակերպի փոփոխություն։ Տախը բերել է այն փոփոխությունը, որ էլի շահկապած գնում ենք երազանքներին, բայց պետք է ունենալ երազանք եւ պետք է անել ամեն ինչ այդ երազանքներն իրականություն դարձնելու համար։ Այդ մտայնությունը մարդկանց մեջ փոխել է տախը, ես կարծում եմ, որ աշխատանքի ոճի փոփոխություն է բերել, մարդկանց հետ շփման եւ հավատ է բերել, նաեւ հավատի ինչ իմաստով, որ
եթե ինչ-որ մեկի մոտ չի ստացվել, դա դեռ չի նշանակում, որ քո մոտ հաստատ չի ստացվելու։ Մենք ունենք շատ օրինակներ, թե մեր տախից, թե հարավից, թե հյուսիսից, բազում ծրագրեր, որոնք ժամանակին մարդիկ ուղղակի չեն էլ պատկերացրել, որ դա կարող է իրենց լինել։ Բայց տախը եկել է ցույց տալու, որ դա այդպիսի մի մեծ հսկայական անհասանելի բան չէ, հա։ Մի փոքր ժամանակ, ջանք ու եռանդ տրամադրելու դեպքում, տեսեք, գումարը տրվում է, ասում են, որ ամենակարևորը մարդիկ ասում են գումար լինի, ամեն ինչ կանենք, բայց ես վստահեցնում եմ, որ միայն գումար լինելով մարդիկ ամեն ինչ չեն անում։ Եթե լինում է գումար, չի լինում ցանկություն, տրամադրություն, ջանասիրություն, ջանք, եռանդ, այդ գումարը կարող է այսպես հանգիստ սահել եւ գնալ, բայց երբ որ գումարը լինում է, ջանքը, սերը, հավատը, այդ ամենը միաձուլվում է իրար, ստացվում է այն, որ մարդիկ իրենց երազանքը իրենց աչքի առաջ կատարված արդեն տեսնում են։ Իմ կարծիքով այս ամեն ինչի փոփոխությունը տախը բերել է համենքներ։ Եվ իհարկե քո հարցը մեր հաջորդ հյուրի համար, ինչ հարց ես պատրաստել։ Մեր հաջորդ հյուրը թող պատասխանի այս հարցին եւ նշի մեկ գերագույն երազանք նպատակ, որը տախը եւ հենց գյուղական բնակավայրում լինելը իրականություն դարձեց։ Այսինքն այն իմաստով, որ գյուղը օգնեց, որ իր նպատակը դառնա իրականություն, եթե լիներ քաղաքում, օրինակ այդ երազանքը չէր իրականանա։ Հետաքրքիր հարցեր։ Շնորհակալություն Սոնա ջան, շատ հետաքրքիր ջերմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա թողարկումը տանիքներից դուրս ոդկասթի շրջանակներում, իսկ ես օգտվելով առիթից կուզենայի շնորհավորել ոչ միայն մեր տաղ, այլև ամբողջ աշխարհի կանանց գեղեցկության եւ սիրո տոնի կապակցությամբ մարտի 8-ի, ցանկանալով ամենալավ բաները առաջին հերթին միշտ եղեք գնահատված, սիրեք եւ մնացեք սիրված։